Հայաստանը համարվում է աշխարհի զարգացող ճանապարհորդական ուղղություններից մեկը։ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը Գյումրիում զբոսաշրջության ոլորտի մասնագետների, տուրօպերատորների, հյուրանոցների, հյուրատների եւ հանրային սննդի կետերի ներկայացուցիչների հետ հանդիպմանը վիճակագրություն ներկայացրեց։ Մեր երկրի նկատմամբ աճող հետաքրքրության ֆոնին 2024-ի ցուցանիշները մի փոքր տխրեցնող են։ 2023-ի համեմատ թվերը նվազել են 4,6%-ով։ Մեր երկիր մուտք է գործել 2,200,000 զբոսաշրջիկ։ Սա պայմանավորված է տարբեր գործոններով։ 2023-ի ցուցանիշը ռեկորդային բարձր էր Ռուսաստանի Դաշնությունից աննախադեպ հոսքի պատճառով։ Քննարկումը միտված է ոլորտի ռազմավարության մշակմանը։ 2024 թվականի սեպտեմբերից Հայաստանում գործում է զբոսաշրջության մասին օրենքը, որի կիրառումն ապահովելու նպատակով 30-ից ավելի ենթաօրենսդրական ակտեր են ընդունվելու։ Կոմիտեի նախագահը կարևորում է հատկապես իրադարձային տուրիզմի զարգացումը։ Օրինակ ես շատ լավ հիշում եմ Երևանի օրերը Գյումրիում, կարող եմ ասել անմոռաց հիշողություններով եմ այդ օրը գնացել Գյումրիից, որ Գյումրիի հրապարակում ռեինկարնացիայի համերգն էր, որից հետո հրաշալի Գյումրվա խոհանոցով մեզ հյուրասիրեցին եւ այլն, այսինքն այդպիսի միջոցառումները ուրիշ քաղաքներից եւ ուրիշ երկրներից տվյալ քաղաք կամ տվյալ երկիր գալու համար լավագույն առիթն են հանդիսանում։ Փառատոնային տուրիզմի տեսակետից Գյումրին անցած տարի արդարացրել է։ Այս տարվա ակնկալիքներն ավելի մեծ են։ Այս տարի ակնկալում ենք, որ բոլոր մարզերը բացի իրենց ավանդական ինչ որ գալիս են, նաեւ ինչ որ ակտիվ միջոցառումներ ունեն, բեմ ենք ունենալու, հնարավոր է բեմում ելույթ ունենալ, առանձին համարով հանդես գալ եւ նաեւ ունենալու ենք զբոսաշրջային ֆորում, որի ընթացքում զբոսաշրջության հայ եւ միջազգային մասնագետները կկիսվեն իրենց փորձով։ Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար Սարիկ Մինասյանը կարևորում է Շիրակ օդանավակայանի վերագործարկման ծրագրերի իրագործումը։ 4 թռիչք 1 ուղղությամբ շատ քիչ է, ասում է նա։ Առաջնային է նաև զբոսաշրջության ոլորտը սպասարկող մասնագետների վերապատրաստումը, պետական աջակցություն են ակնկալում։ Ձեր կողմից եւ կրթության նախարարի հետ կփորձենք համագործակցել, հասկանանք ինչպես իրենց վերապատրաստման դասեր անցկացնենք, շատ կարևոր է խոհարարների վերապատրաստման հարցերը կազմակերպենք։ Ներկաներից հետաքրքրվեցին, կա արդյոք ծրագիր Արփի լիճ ազգային պարկը զբոսաշրջային գոտի դարձնելու ուղղությամբ։ Որովհետև ինքը հանդիսանում է էկոտուրիզմի բավականին մեծ կենտրոն, Արփի լիճում կան էնդեմիկ տեսակներ, որոնք մենակ այդտեղ են, սկսած դեղին կոկորից, որոնք մի հատ ծաղիկն է, հավալուսների 2 տեսակ, Կանգրապետուր եւ Վարդագույն, մենք ունենք հայկական որորի ամենամեծ գաղութ է այնտեղ, իսկ Արփի լիճը հենց լիճը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության 2-րդ քաղցրահամ ամենամեծ ջրային ավազանը։ Պլանավորվում է գոնե Արփի լիճ տանող ճանապարհները նորոգել։ Լուսինե Գևորգյանը վստահեցրեց, կոմիտեի սեղանին է Արփի լճի զարգացման ծրագիրը։ Ինքը էկոլոգիապես մաքուր մի հատ կղզյակ է, որը բարեբախտաբար փրկվել է, իրականում փրկվել է, որ չի ինդուստրիալիզացվել, ռեստորանների ու, չգիտեմ, հյուրանոցների կերուխումի վայր չի դառել։ Եվ այո, մենք պարտավոր ենք իրեն հենց այդպեսին պահպանել։ Միգուցե ինքը հենց այդ օֆրոդ եւ դժվար հասանելի էկոլոգիապես մաքուր վայրը պիտի մնա, որովհետեւ փորձը ցույց է տալիս ճանապարհը լավացնում են, ինքը տնտեսվարողների համար դառնում է հասանելի եւ ինքը իր գրավչությունը որպես էկոլոգիապես մաքուր անհասանելի վայր գուցե կորցնում է։ Ներկաները հակառակ կարծիքի են, ճանապարհների բարեկարգումից հետո օգուտը հաստատապես մեծ կլինի, բացի այդ ճանապարհը սպասարկում է Արփի լճին հարակից մոտ 10 գյուղի։ Լուսինե Գևորգյանն ասաց, հաստատված ծրագրով Արփի լճի տարածքում նավամատույց է կառուցվելու, որտեղ միայն լաստանավեր են աշխատելու, որպեսզի չվնասեն բնությանը։ Քրիստինա Մկրտչյան, Մարտին Գևորգյան, լուրեր։